Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, ես նույնպես որոշեցի նայել փոքրիկ Տիգրանիկի համար սուրճի բաժակով և սովորական կարտերով։ Դեմքս ցույց չեմ տալիս, ուղղակի փոքրիկ Տիգրանիկի համար որոշեցի շտապ նայել և ինչա ցույց տալիս իմ գուշակությունը աղոթքով Տիգրանիկի անունով, կորած Տիգրանիկի անունով։ Вот это նայում եմ, աղոթում եմ փոքրիկ Տիգրանիկի համար, ուժեղ հազ սկսեց մոտս և ոտերս ոնց որ թուլանա, ուժեղ ուդար ցույց տվեց թիկունքիս, լապատկայի թիկունքի աջ կողմից թիկունքի թևի վրա և կարելի ասել խեղդող մասը աջ կողմից թոքի վրա, միանգամից ոնց որ խփի աջ կողմի թոքին ու աջ կողմից գլուխս ոնց որ միտեղ ականջի մոտ մի քիչ վերև ոնց որ կպնի քարին, կարելի ասել խեղդած վիճակ եմ զգում, շորշոփա տալիս, այսինքն շորշոփը դա նշանակում է, վատ խոսքեր չեմ ուզում ասեմ, բայց նման է մահվան շորշոփ և իրան ցույց է տալիս սև տուն, այսինքն ինչ է նշանակում, սև տունը դե արդեն ոնց որ կյանքը վերջացած լինի, չգիտեմ ոնց ցույց տամ բաժակը երևում է թե չէ կամ ով ոնց է պատկերացնում, ոնց է տեսնում այս մասը, ծառն է ցույց տալիս, այսինքն ծառը իրանց օջախն է, այսինքն և ինքը տղա անձնավորություն կամ տղամարդ անձնավորություն, մի խոսքով արական սեռ, մի խոսքով ցույց է տալիս ծառը չորացած, ծառի ճյուղերը ոնց որ բոլորը չորացած լինեն, այսինքն կծկված չորացած և սև տուն է ցույց տալիս, այսինքն դա ինչ է նշանակում, չարիք է ցույց տալիս, հետո երբ որ աղոթք եմ անում երեխու անունով և հարչում եմ, ուրեմն նշանակում է, որ իրանց տան վրեն չարիք է կանգնած, բաժակը սարքել եմ երեխու անունով, YouTube-ում նկարը տեսել եմ, աղոթք եմ արել, էներգիան զգալով էստեղ եմ շարունակել ու ցույց է տալիս, որ 1, 2, 3, մեկը հիմի կամ մի քիչ հետո կամ մինչև այս տարվա ամենաուշ մինչև աշնան կողմերը իրան մեկ այդ վտանգները իրար հետևից կանգնած են, էդ է ցույց տալիս ու ոնց որ իր կյանքը կարճատև կյանք ոնց որ ցույց տվեց և իր օջախի, այսինքն իրանց օջախի վրան չարիք արված, ոնց որ եկել է այդ ժամանակը, որ այդ չարիքը կպել է երեխուն, բայց մենակ էդի առաջի դեպքը չէր, դրանից առաջ էլի բանել է, երեխեն ինքը իրանով ես տեսնում եմ ճանապարհ, չնայած ես չգիտեմ, ես Հրազդանի շրջանից եմ, իրանց տանտեղը չգիտեմ, բայց դե տեսա ջուրը և վերջ, իսկ այստեղ ես բաժակով եմ, կոֆեի սուրճի բաժակով եմ նայում, հասարակ ձևով, թեկուզ քննադատեն, թեկուզ ոչ, բայց նայեցի իմ ցանկությամբ և այսինքն ոնց որ մուսա, որ գալիս է, նայեցի, բաց տարածք է ցույց տալիս, բաց տարածքով իջել է, այսինքն հենց երեխեն, մենակ, առանց որևէ մեկի, իջել է ջուրը, սղաց, ես իմ վրա եմ զգում, սղաց աջ կողմի վրա ընկավ,
դաժե ցավ եմ զգում այս ինչա կոչվում կրծքավանդակը, ոնց որ ընկնի կրծքավանդակի վրա ու մի խոսքով երեխեն ավելի շատ սղաց է ընկելա ու ոնց որ միանգամից ջուրը հետևից ոնց որ տարելա մի խոսքով ոչ մի թշնամություն չեմ տեսնում այստեղ կարող է իրանք ունեն թշնամի կամ չունեն դա առանցին հարց է ես այստեղ չեմ տեսնում ոչ մի թշնամություն ու կարամ ասել ոչ թե դա 15 րոպե է այստեղ ցույց է տալիս որ ահագի ժամանակ երեխեն 2-ից 3-4 կարելի ասել 2-ից 3 ժամը եթե ոչ մի քիչ ավել ահագի ժամանակ երեխեն չի երևաց է ու տալիս է այն վիճակը որ միանգամից ջուրը խփել է եւ թոքին եւ ուղեղին միանգամից խփեց ուղեղից ես այդ ցավ բաներն եմ զգում երեխու մի խոսքով ոչ մի թշնամություն չի ցույց տալիս ազատ ոչ մեկ կողքը չել է երեխեն իրա ոտով ու ինքը իրանով ուզեցել է ջուրը բռնի ձեռքերը պարզել է դաժե որ ձեռքերը պարզած տեսնում եմ ինքը ուզել է որ ջուրը բռնի բայց ոնց որ ոտի տակից քարից սղացել է կարելի ասել քարը մնաց է ինքը սղաց է ընկել է էդ է ցույց տալիս ու ոնց որ չարերը չհենց չարերը գլխի խփել է գլխին միանգամից այսինքն ուդարը գլխին ու միանգամից ջուրը երեխին տարել է այստեղ ցույց է տալիս եւ երեխի մեջ մինչև էդ էլ ուժեղ վախել է անեցք չարիքը այդ ընտանիքի վրան է դա առաջի դեպքը չի այդ տան վրան փորձանք շուտ է լինում պետք է այդ երեխուն մոր փորի մեջ էլ վտանգ էր սպասվում բայց ոնց է կամ մորն էլ դաժե պետք է վատ բան լիներ բայց այդ ժամանակ փրկվել է մի խոսքով բայց մեկը իր կյանքը կարճ էր այդ ձև է ցույց տալիս աստված տա որ ողջ գտնեն բայց ես նայում եմ այն ինչ որ ինձ է գալիս ու այն էլ ասում եմ այստեղ ցույց է տալիս որ մի խոսքով չարերը բաժակի մեջ լցված այսինքն չար հոգիները իրան արդեն շրջապատել են հիմի երեխեն ոնց որ ինչ է ցույց տալիս այսինքն երեխու հոգին է երեխու մարմինը ոնց որ միտեղ գլուխը պարզած սպասում է մորն է սպասում դա ինչ է նշանակում ոչ թե որ մորը տանի իր հետ այլ այստեղ ցույց է տալիս որ արդեն նույն տեղում չի որը որ երեխեն ընկել է բաց տարածքով գնացել է այսինքն գտնվում է լայն տարածքի մեջ լայն տարածքը значит էդի գետը չի դա արդեն հնարավոր է լիճ լինի կամ ինչ որ կանգնած ջուր լինի կանգնած ջուր նկատի ունեմ ոչ թե որ գետը որը տենց ուժեղ է գնում արդեն մի քիչ խաղաղված ձևն է ցույց տալիս ոնց որ լճի պես է ցույց տալիս որովհետև գետը ուժեղ է շարժվում սա մի քիչ կանգնածի պես է այստեղ ձեռը պարզած սպասում է մորն է սպասում այսինքն այստեղ խորհուրդ է ցույց տալիս որ մայրը թող գնա այդ կանգնած ջրի դա ծովին առնա դա եթե մինչև այդ մի ուրիշ այդ ձևի կանգնած լճի նման ջուր կա այդ տեղա թող գնա ծաղիկ գցի ջրի մեջ որ երեխեն շուտ գտնվի որովհետև երեխեն սպասում է մոր ճամփեն ոնց որ ձեռքը պարզել է որ մերը իրան փրկի մայրը իրան հասնի էդ եմ տեսնում ամբողջ մարմինս դրդռում այսինքն ոնց ասեմ պարարիչ վիճակ դա երեխու բանն է երեխու ապրած այդ մոմենտի ապրած վիճակն է ու ցույց է տալիս դատարկություն այսինքն կոկորդս խեղդում է անտանելի հազա ցույց տալիս խեղդող մասն է դա ցույց է տալիս երեխեն խեղդվել է ոչ մի ստեղ ուրիշ թշնամություն ես չեմ տեսնում երեխեն խեղդվում է բայց սպասում է որ մերը մի հատ ծաղիկ գցի ջրի մեջ որ երեխեն շուտ գտնվի իմ խորհուրդը որ
գնա ջրի մոտ, երեխեն որտեղ որ կանգնած ջուր է, այսինքն այդ ուժեղ մասը չի, որը որ շարժվում է, կանգնած տեղ, այսինքն խաղաղ տեղ ավելի հնարավոր է լիճ է, հնարավոր է ուրիշ տեղ, ես չգիտեմ այդ ջուրը ուր է գնում, ոնց է գնում, ես պրոստո նայում եմ ինչ որ տեսնում եմ ու ծաղիկ թող գցի, որ երեխեն շուտ գտնվի, ցույց է տալիս, որ պետք է երեխեն գտնվի, հնարավոր է 2 օր, հնարավոր է 2 կետ է ցույց տալիս, ես չեմ կարող ասեմ, 2 շաբաթ 2 օր, բայց հնարավոր է 2 օր դաժե, բայց այդ բանը պետք է ծնողը, մայրը, անձամբ մոր ճամփեն է